Նիստը ավարտեցինք, ժամը 12-ին կլինի հրապարակումը, ինչ կլինի կհասկանանք, հիմա չեն կարող մթնոլորտը խափանման միջոցի կալանքի քննության մթնոլորտ էր, որտեղ քննիչը ներկայացնում էր իր համոզմունքները, մենք հակադարձում էինք, ես դատարանին ներկայացրեցի, որ նույն վարույթով մենք ունեցել ենք փորձ, երբ օրինակ վարչական հսկողություն կիրառվել եւ ամբողջությամբ բավարար ա եղել, հետեւաբար հիմա կալանքի անհրաժեշտություն չկա, հիմա տեսնենք ինչ կկայացնի դատարանը, ինչ որոշում կկայացնի դատարանը։ Խուլիգանության, արարքի խուլիգանություն որակելու մասով դուք ինչ ասելիք ունեք, արդյոք ասելիքս հետևն է, այդտեղ խուլիգանություն չկա, դրա վերաբերյալ ինչու չկա, որտեղ չի կատարվել խուլիգանություն, որովհետև անգամ եթե տեսականորեն վերցնենք, որ այնտեղ օգտագործվել է անպարկեշտ արտահայտություններ կամ հաստատված համարենք, որ կա հայհոյանքներ, դա դեռ չի նշանակում խուլիգանություն, ինչը իդեպ մենք արդեն ունենք հաստատված առաջինացյանի դատական ակտով, արդարացման դատական ակտով։ Եվ ավելի շատ հիմա մեր կանխավարկածը դեպի այնա, որ չկա հանցանք, քան որ կա։ Այս խուլիգանության հանցակազմի պարտադիր հատկանիշները, որոնք օրինակ որևէ տվյալ չի ներկայացնում, որ որևէ անձի անդուր է խախտվել։ Որևէ տվյալ, ասում են, գուցե խախտված լինի, գուցե մարդկանց մոտ տագնապ առաջացրած լինի։ Լավ, կա մի որևէ այդպիսի բան, ասում եք, դե հնարավոր է լինի։ Եվ ներողություն, եւ ֆեյսբուքյան եւ բանի հաղորդման։ Եվ ընդ որում օգտագործված բառապաշարն էլ քննադատության, սուր քննադատության իմաստով վաղուց ի վեր եվրոպական դատարանի կողմից հաստատված եւ նորմալ համարված, նորմալ են իմաստով, որ հանրային բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործչի հանդեպ այդպիսի ցնցող քննադատություն կարող է լինել։ Ալեն Սիմոնյանը այսօր ազգային ժողովում ասաց, որ գոհ է իրավապահների աշխատանքից, լավ է աշխատել, պարոն Բաղարյան իրավական ճանապարհով է ինքն բոլոր գործողությունները։ Ոչինչ իրավական ճանապարհով չի եղել եւ դրա համար էլ Ալեն Սիմոնյանը գոհ է։ Ինքը երբ է գոհ եղել, երբ որ մի բան նորմալ եղել է երկրում։ Ինչի՞ց, այսինքն ինչն էր օրինական, մարդկանց տուն մտնել խոզարկելը, ինչ հայոյանք էին ման գալի բնակարանում։ սպառնալիքներ կան։ Չկա սպառնալիքի որևէ դրվագ, չկա սպառնալիքի որևէ մեղադրանք, իր հաղորդման մեջ ընդհանրապես օգտագործել է, որ սպառնացել են, բայց որևէ տվյալ չկա այն մասին, որ որևէ մեկին սպառնացել են։ Հաստական հիմք, փաստորեն Բացարձակ, մեղադրանքում էլ չկա։ Մեղադրանքում միայն խուլիգանությունն է եւ նկարագրված արարքում սպառնալիքի որևէ դրսևորում ներկայացված չի։ Մեջբերումներ արված չէ, ինչի հիմա։ Արված է, որտեղ սպառնալիք չկա։ Մեջբերումներ են արված, որտեղ կա չեմ ցանկանում բառացիորեն ասեք, այսինքն բայց ինչ մեջբերումներ են, որոնք դիտարկվել են որպես որոշակի նորմատիվից դուրս բառապաշարի վրա է արված։ Ինչ ասենք, օրինակ B-ի տղա։ Օրինակ դա է։ Ասի մենակ դա է, ուրիշ բան չկա։ Միայն է դա։ Ուրիշ բան գոյություն չունի։ Ինչ դիրքորոշում է հայտնեց Սաղաթելյանը դատականից։ Դիրքորոշում հայտնեց, որ ինքը հանցանք չի կատարել, ինչպես եւ այն ժամանակ չէր կատարել, եւ այլն եւ այլն։ Իսկ հակում դեմ հայց պատրաստում եք Ալեն Սիմոնյանի վիրավորանքով պայմանավորված։ Չգիտեմ, չեմ քննարկել ճիշտ ասած այդպիսի բան։ Դա էլ է ներկայացվել դատարանին, որ այնուամենայնիվ Ազգեն Սաղաթելյանի կողմից արված հայտարարությունները հաջորդել են Ալեն Սիմոնյանի կողմից արված լկտի հայտարարություններին։ Օրինակ, շանվորթիներ, երկու լացիրակ, շանվորթի, այսինքն դա ներկայացվել է, որ դրանի պատասխան է եղել եւ հաստատ ավել չի եղել, քան նրա վիրավորանքները։ Ում դեմ։ Իմաստ չկա, որովհետեւ բազմաթիվ հաղորդումներ ենք ներկայացրել ժամանակին եւ ցույց է տվել պատմությունը, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ոչինչ չեն։ Օրինակ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա։ Ալեն Սիմոնյանի մայրը անպարկեշտ ձեռքով ինչ-որ արտահայտություն բաներ արել է, գործողություններ արել։ Եվ բազմաթիվ այդպիսի բաներ եւ երբևէ նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի արվում։ Դա պարոն Բաղարյան, իսկ կամոջ տեխնիկան, որ տարել է։ Ամենակարևոր հարցն է իրական։ Ինչով են պատճառաբանում։ Չեն պատճառաբանում։ Օրինակ շտատիվը, որ տարել են, չեն պատճառաբանում։ Ասում են, դե դատարանը գրել էր կարող եք այլ սարքավորումներ էլ տանել։ Այդ հարցն էլ բարձրացրեցի ես դատարանում, ընդ որում ես նույն դատավորն էր տվել այդ թույլտվությունը խոզարկության։ Օրինակ շտատիվ ասում ինչ եք տալ, ակնհայտ չի ինչ են տալ, տարել են, որ լրատվամիջոցը չկարողանա աշխատել։ Այ հենց դրա համար են տալ։ Այո։ Եվ այ եթե խոսքի համար է, այսինքն բացառապես հնչեցրած արտահայտություն։ Այդ եթե բառը կարակ հանեք։ Բացառապես հնչեցրած արտահայտությունն է մեղադրանքի հիմքում, տեսախցիկով ինչ պիտի անեն, ըստ նկարեն։ Քննիչ ինչ որ կերպ հիմնավոր է, չէ՞։ Ոչինչ չի հիմնավոր։ Մեջ չեն, տեսախցիկով ինչ են։ Լավ, եթե այդ տրամաբանության նայ, եթե տեսախցիկները չկա, վերցրել եք, այդ հոլին են ազատության մեջ։ Որտեղ
Եթե հիմքերի մեջ տեսել եք, որ կարող է նույն բանն անի, այդ դեպքում ուրիշ տեսախցիկով կանի, շատ լավ։ Այդ դեպքում դատարանը օրինակ վարչական հսկողությունը ոնց որ նախկինում էր արգելեք։ Ասեք որ միջև չորոշենք այս արարքում հանցակազմ կա թե չկա, դու իրավունք չունես օրինակ այսպիսի բառապաշար ունենք չէ դրա փորձը։ Ունենք ու աշխատել է։ Ակնկալիք ինչ ունեք այս դատարանից եւ ինչ ակնկալիք ունեք թե դուք ներգրաված չեք այն ամենից Նարեկ Սամսոնյանի գործից հաշվի առնելով Նարեկ Սամսոնյանը հա գործում բարձ բան ասեմ ցերեկը հրապարակեցի որ այսօր եւ վաղը հերթապա դատարան այս դատարանն է եւ հատուկ նշեցի որ բան չփոխեք երեկոյան արդեն փոխել էին եւ Երևանի բոլոր դատարանները դարձրել էին հերթապա ինչ կարգով է փոխվում պարոն Բաբայան այդ որոշումը մնացական Մարտիրոսյանի անձնական հրամանով այսինքն ինքնավորոշ դատարանի նախագահի այո ինքը որոշումը որ պիտի են մյուսներն էլ ինչի որպեսի կարողան այն դատավորին տա որը իր հանձնարարությունը կանի Իսկ տվյալ դատավորը ինչ համբավում է Սմբատյան չգիտեմ անկեղծ ասած ես իր մոտ գործ չեմ ունեցել միայն գիտեմ որ Էդգար Ղազարյանն օրինակ շատ դժգոհ է իրանից որովհետեւ իր նկատմամբ հանցանք կատարող հա գրել էր իր նկատմամբ հանցանք կատարած անձանց իր համոզմամբ մեղմ պատիժ է տվել այլ բան չգիտեմ